Ես ուզում եմ ասել, որ Հայաստանի շուրջ իրավիճակը ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում։ Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ավելի կայուն չի եղել իր գոյության ողջ ընթացքում։ Հայաստանին սպառնացող վտանգները 2026 թվականի հունվարի 14-ի առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ, ուրեմն Հայաստանը երբեք ավելի պակաս սպառնալի, առավել անվտանգ, առավել կայուն միջավայրում չի եղել։ Ես սա ուզում եմ արձանագրել։ Եվ իհարկե սրանում դեր ունեն այն բոլոր process-ները, որ տեղի են ունեցել, եւ նաեւ գիշերը տարածված մեր ժամով գիշերը այնտեղ կեսօրին է տեղի ունեցել ամեն ինչ, եւ ամբողջությամբ միջավայրը փոխում են։ Ես ուզում եմ նաեւ Միացյալ Նահանգներին շնորհավորել, Եվրամիությանը շնորհավորել, որովհետեւ այս ամեն ինչ շատ մեծ հնարավորություններ է բացում մեր տարածաշրջանին արդեն ասցի ընդհանուր առմամբ, բայց ուզում եմ նաեւ ընդգծել, որ այս բոլոր իրադարձությունները ի վերջո ո՞րն է իրադարձությունների մեկնարկի կետը։ Այս իրադարձությունների մեկնարկի կետը 2022 թվականի հոկտեմբերի 6-ն է, երբ որ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին ոնց որ գագաթաժողովի ընթացքում քառակողմ հանդիպման ընթացքում ընդունվեց հայտնի հայտարարությունը, որտեղ Հայաստանը եւ Ադրբեջանը արձանագրեցին Ալմաթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը ճանաչելու սկզբունքը։ Սա շատ կարեւոր արձանագրում էր եւ